Հաջորդիվ ուրեմն ներողություն ես նշեցի 821-470-ը Armstat-ի աղբյուրներով, նաև PEC-ի օպերատիվ տվյալներով արդեն 822,662 էր դեկտեմբերին եղել, այս թիվը, որպեսզի երկու թվերի մեջ հակասություն չլինի, այսինքն ուրեմն Armstat-ով 25 թվականի համար դա 821 ու ինչ-որ մի քիչ եւ 822 եւ 662 դա 0-ից մեծ հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակն է ըստ PEC օպերատիվ տվյալների շատ կարեւոր ցուցանիշ է հնայի օգտագործումը ըստ հիմնական ծախսային բաղադրիչների կամ այսպես կոչված հիմնական միջոցների համախառն կուտակումը ինչ է նշանակում համախառն կուտակում նախ նշեմ որ օրինակ 18-19 թվականներին այս ցուցանիշը եղել է 15.8-ից 16.7%, իսկ վերջին տարիներին արդեն 20-21%, իսկ անցած տարի եղել է ամենաբարձրը 21.3%, այսպիսի բարձր ցուցանիշ չի գրանցվել 24 թվականին եղել է ներողություն 24 թվականի արդյունքներով եղել է 21.3, 25-ը դեռ չի ամփոփել։ Ինչ է դա նշանակում։ Համախառն կուտակում նշանակում է թե հանրությունը իր մեծ հաշվով, հանրությունը իր միջոցների որ տոկոսն է երկարաժամկետ ներդրումների վրա դնում։ Օրինակ շենքեր շինություններ կառուցում, սարքավորումներ առնում, մեքենասարքավորումներ առնում, մեքենաներ առնում, օրինակ սրա մեջ օգտագործված գույքի առուվաճառքը չի մտնում, ֆինանսական պարզունակ գործարքներ չեն մտնում, այսինքն սրանց մեջ մտնում է թե հնայի որ տոկոսն է ըստ էության հիմնական միջոցների ստեղծմանը ուղղվում եւ սա ամենաբարձր ցուցանիշը հիմա է, սա նշանակում է որ մենք եւ սա ինչքան բարձրանում է, այնքան նշանակում է որ մենք սպառողից կամաց վերածվում ենք ստեղծողի եւ այս առումով այս ցուցանիշը դեռևս մեզ իհարկե չի բավարարում, բայց քանի որ ինքը առավելագույն ու լավագույն ցուցանիշներն են արձանագրվում, դա նշանակում է, որ մենք երկարաժամկետ ներդրումները Հայաստանում գնալով ավելի մեծ մասշտաբաժներ ունենում եւ ինչքան այստեղ սրա տոկոսը մեծանա, այնքան մեր հնայի պոտենցիալը կմեծանա ապագայում, որովհետեւ դու ինչքան շատ նման բաների վրա ծախսեր անես, այնքան ապագայում քո հնան ստեղծելու պոտենցիալը կմեծանա։ Նույնիսկ ընտանիքի վրա օրինակ բերեմ, մի իրավիճակը, երբ որ դու քո աշխատած աշխատավարձը ամբողջությամբ ասենք կծախսես սննդի ու հանգստի վրա, մեկ այլ իրավիճակ կարող է լինել, երբ որ քո ստացած աշխատավարձի մի մասը ասենք ծախսես համակարգիչ գնելու վրա, այդ համակարգչով ծրագրեր սովորելու վրա, ուրեմն ծախսես տարբեր տեսակի կրթական ծրագրեր ստանալու վրա, չգիտեմ, խանութ կառուցելու վրա, այսինքն երբ որ դու պարզ սպառման փոխարեն իրականացնում ես ավելի երկարաժամկետ ներդրումներ, սա կա տարբեր երկրներում տարբեր են, լրացուցիչ կհրապարակենք, որպեսզի նաև հանկարծ այնպիսի տվյալ չներկայացնենք, որը ասեն դե վերցրեցինք ամենամեծը, ամենափոքրը, որ լրացուցիչ մանիպուլյացիայի առիթ որպեսզի չտանք, մեկնաբանության ներողություն, արդյունաբերության մասին եմ ուզում խոսել, մեր արդյունաբերությունը, եթե տեսնում եք սահիկից, տեսնում եք պատկերի մեջ ամենամեծ ցուցանիշները, ամենալավագույն թվերը արձանագրվել են 25 թվականին։ Նախ նշեմ, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը 3 տրիլիոնը մենք 24-ին անցանք, բայց արդեն 3 տրիլիոն 138 միլիարդ դարձավ ուրեմն 25 թվականին, աճելով մոտ 4.7%-ով եւ արդյունաբերությունը լավ ցուցանիշներ է արձանագրում եւ կողքը մշակող արդյունաբերությունն է, տեսնում եք, որ մշակող արդյունաբերությունը եւս շարունակաբար ուրեմն աճում է, մասնավորապես եթե նայում ենք տեմպերին, տոկոսներին, ապա տեսնում ենք, որ ուրեմն 4.7% ընդհանուր արդյունաբերությունն է աճել եւ 3.3% աճել է մշակող ուրեմն արդյունաբերությունը 25 թվականի ընթացքում, ինչը նույնպես կարեւոր է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալների արտահանումը, տեսեք, ուրեմն նորից լավագույն ցուցանիշները արձանագրվել են 25 թվականին, եթե 24-ին 1 տրիլիոն 300 միլիարդի կարգի էր, ապա արդեն 1 տրիլիոն 500 միլիարդի կարգի է ուրեմն 25-ին եւ մշակողի դեպքում
եթե 833 միլիարդի կարգեր, ապա արդեն 975-976 ենք, այսինքն մոտենում ենք տրիլիոնի սահմանագծին եւ աճի տեմպերը, տեսնում եք արդյունաբերական արտադրանքի արտանման աճի տեմպերը 15%-ով աճել է ամբողջ արդյունաբերությունը եւ մշակող արտոնաբերությունը 17.1 ուրեմն տոկոս։ Այստեղ կառավարության քաղաքականության մեկ օրինակ ես բերեմ, թե կառավարությունը ինչպիսի քաղաքականություններ է իրականացրել, օրինակ մետաղի ջարդոնի արտահանման արգելքը կամ մետաղի նախապատրաստվածքի արտահանման սահմանափակում այնուհետև եւ սա բերեց, որ պատրաստի արտադրանքի ներմուծման սահմանափակում էլ հետևաբար կիրառեցինք, որի արդյունքում Հայաստանը օրինակ մետաղի ջարդոն արտահանող երկրից վերածվեց մետաղական պատրաստի արտադրանք արտադրող եւ արտահանող երկրի։ Բերեմ մեկ օրինակ։ Տեսեք, օրինակ այս նույն սենյակում կան ուրեմն այդ ջերուցման ռադիատորները, հա, մարտկոցները։ Ես վստահ եմ, որ այս մարտկոցները իրանք հայկական արտադրության չեն, որովհետև մինչև այս տարի հայկական արտադրության մարտկոց չի եղել եւ մենք ներմուծել ենք մարտկոցները Թուրքիայից, Չինաստանից, Իտալիայից, Իսպանիայից, հիմնականում այս 4 երկրներից, այլ երկրներ էլ կան, բայց հիմնականում, այսինքն 30 եւ ավելի տարի շարունակ մեր բոլորի տներում թուրքական, չինական, մի քիչ ավելի բարձր եկամուտներ ունեցող մարդկանց տներում իսպանական եւ իտալական, բայց հիմնականում թուրքական եւ չինական մարտկոցներ են։ Բոլորի տներում։ Հիմա Հայաստանը եւ ինչպես է դա տեղի ունեցել։ Օրինակ 90-ականներին եւ ինչու է դա տեղի ունեցել։ 90-ականներին օրինակ որևէ մեկը գործարան է սեփականաշնորհել կամ 2000-ականներին եւ շատ արագ պարզել է, որ օրինակ ինքը այդ գործարանը չի կարող աշխատացնել։ Այդպես է ստացվել։ Ինքը կարողացել է ինչ կապեր օգտագործելով սեփականաշնորհել, բայց շատ արագ պարզադարձել, որ ինքը գործարան աշխատեցնող չի եւ այդ գործարանի արտադրանքն էլ վաճառող չի։ Ինչ է արել ամենաառաջին բանը, այդ գործարանի սարքավորումները բարձել են բեռնատարները եւ արտահանել են հարևան երկրներ որպես մետաղի ջարդում։ Հիմա Հայաստանը այլևս ոչ միայն եւ մենք եղել ենք մետաղի ջարդոն արտահանող երկիր։ Եվ ի վերջո ինչ-որ մի փուլ հետո այդ մետաղի ջարդոնը վերջացել է գործարանների։ Անցել ենք արդեն ավտոմեքենաների կմախքները արտահանելուն եւ ինչ-որ մի փուլ հետո մենք ուղղակի արգելել ենք Հայաստանից դրա արտահանումը եւ արդյունքում այսօր Հայաստանը օրինակ ոչ թե ամրան իհարկե ներմուծում էլ է, բայց ամրան արտադրում է, ուրեմն մյուս այդ բաները, մետաղական այդ մյուս բոլոր կոնստրուկցիաները, գլանվածքներ եւ այլն։ Իսկ որ դրանց մեջ համեմատաբար ամենաբարձր արտադրանքը այդ ռադիատորն է, որը ալյումին է, այսինքն նախկինում ինչ էր Հայաստանում, որ անկյունում գնում էր, ալյումին էին հավաքում, չէ՞, կիլոգրամով։ Այդ ալյումինը հավաքում էին, բարձում էին, սեղմում էին հատուկ սարքի միջոցով եւ Հայաստանից արտահանում էին։ Հիմա հերիք չի դա թույլ չենք տալիս, որ թույլ չենք տալիս, ստիպված տանում են հանձնում են գործարան, այդ գործարանն էլ ալյումինի ռադիատորներ է արտադրում եւ հայկական շուկայում արդեն թուրքականի, չինականի, իտալականի ու իսպանականի կողքը նաեւ հայկական արտադրության ուրեմն ռադիատորներ կա եւ գիտեմ նաեւ իմաստն արտահանում են արդեն, այսինքն ինքը նշանակում է մենք ներմուծող երկրից այդ արտադրանքի վերածվել ենք մասամբ նաեւ նման արտադրանք արտադրող արտահանող երկրի, ինչը շատ ուրեմն կարևոր է։ Եվ իմիջիայլոց այս ընկերություններն են, օրինակ Ասկե գրուպը մոտ 53 միլիոն դոլարի ներդրումներ է այդ վերջին 7 տարիներին իրականացրել ոլորտում, 750 աշխատատեղ է ստեղծել, Ձուլակենտրոնը մոտ 10 միլիոն, մոտ 140 աշխատատեղ, Էդմետը մոտ 40 միլիոն, 120 աշխատատեղ, Սոլարան 15 միլիոն 20 աշխատատեղ, Քարակերտի Քարաձուլարանը 12 միլիոն 200 աշխատատեղ, GTB Steel-ը մոտ 30 միլիոն 250 աշխատատեղ, Տմետալը 70 միլիոն մոտ 140 աշխատատեղ, G-Metal Trading Company-ն էլի մոտ 10 միլիոն 20 աշխատատեղ, այսինքն ոլորտում հսկայածավալ ներդրումներ են իրականացվել, որի արդյունքում 1, 2, 6, 8 գործարան միայն այս ոլորտում է ստեղծվել եւ ուրեմն 1000 եւ ավել աշխատատեղերով, որոնք որ մեկ օրինակ են, թե ինչպես սա կառավարությունը չի կառուցում գործարան, բայց կառավարությունը այնպես է անում, որ գործարան կառուցվի, այսինքն
գործարան կառուցելու գործընթացը մենք ըստ էության չենք գնում եւ գործարան չենք սկսում անել, բայց քաղաքականությունից մշակում, որի արդյունքում այդ գործարանը կառուցվում է, որտեղ նախորդ քաղաքականությամբ ոչ միայն գործարան չէր կառուցվում, այդ գործարանը քանդում էին, բարձում էին այդ գործարանը բանի վրա, բեռնատարների վրա, տանում էին, վաճառում էին հարևան երկրներում, այդ գործարանի տարածքներ վերածում էին մոլի։ Հիմա հակառակ process-ն է տեղի ունենում եւ այդ դատարկ արդյունաբերական տարածքները, որոնք որ դատարկ էին մնացել, ինչն էլ չեն հասցրել մոլի վերածել, հիմա մենք փորձում ենք նորից ուրեմն հետ տանել եւ դարձնել գործարաններ։ Հաջորդը շատ չարչարված այդ մաքսատուրքի ազատման արտոնության ծրագիրն է։ Սա նույնպես ուղղակիորեն արդյունաբերության աջակցության ծրագիր է։ Ինչ է սա նշանակում։ Սա հետևյալն է։ Մենք բիզնեսին ասում ենք, եթե դու արդյունաբերության մեջ ես աշխատում, կամ ուզում ես արդյունաբերության մեջ աշխատել, եւ քեզ ինչ է պետք արդյունաբերության մեջ աշխատողի։ Երկու հիմնական բան։ Սարք-սարքավորում, եթե չունենք, իսկ մենք հիմնականում գիտեք չունենք, դրանք ներմուծում ենք Չինաստան, Գերմանիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ հումք, եթե չունենք, էլի որոշ դեպքերում մենք չունենք հումք եւ բերում ենք հումքը, վերամշակում ենք դան։ Ասում ենք, եթե դուք այդ երկու բանը ներմուծում եք երրորդ երկրներից, մենք կառավարությունը գերակա ոլորտներում ազատում է ձեզ մաքսատուրքից, որպիսի ձեր սարքավորման գինը, ասենք օրինակ, ոչ թե լինի $100,000, այլ ենթադրենք $80,000, ոչ թե ձեր հումքի գինը լինի $1 միլիոն, այլ ասենք $900,000, որովհետև այդ $100,000-ը կամ այն $15,000-ը ձեր մրցունակությունը ավելացնում է։ Դրա միջոցով դուք հնարավորություն ունեք ավելի ցածր գին առաջարկել ձեր վերջնական արտադրանքի համար եւ բնականաբար ավելի մրցունակ արտադրանք ուրեմն թողարկել միջազգային շուկաներում։ Եվ արդյոք սա պետական բյուջեի հաշվին է տեղի ունենում։ Սրա այս օրինակ այդ $100,000-ի $1,222 $1,220 մեր պետական բյուջեի հաշվին է, մնացած $98,780 մոտավորապես, հա, $880, դա պետք է գնար ԵԱՏՄ բյուջե, չենք ուղարկում ԵԱՏՄ բյուջե եւ մնում է մեր տնտեսության մեջ, սա ուրեմն եւ նաեւ արդյունաբերության աճը եւ նաեւ սրանով է պայմանավորված։ Իմիջիայլոց սա հաջորդ հարցն է առաջանում, արդյոք սա արդար է թե ոչ, արդար է, որովհետև մյուս երկրները նույնը անում են, այսինքն մենք էլ պիտի փող ստանայինք օրինակ Բելարուսի, Ռուսաստանի կամ Ղազախստանի ու Ղրղստանի բյուջեներից, բայց չենք ստացել։ Եվ հետևաբար այս առումով սա կոնսենսուսային ուրեմն որոշում է։ Խոշոր մի քանի ներդրումային ծրագրերի ընթացքի մասին ասեմ, ուրախալին այն է, որ բոլոր խոշոր ներդրումային ծրագրերը, որոնք որ մենք հայտարարել ենք, իրենք ակտիվ ընթացքի մեջ են։ Եթե օրինակ Լիդիանի դեպքում ըստ էության 750 միլիոն ներդրումից 550-ը արդեն արվել է եւ տարվա ընթացքում մնացածն էլ կարվի ու տարվա ընթացքում արդեն Լիդիանը կսկսի թողարկել, այսինքն արդյունահանում տեղի կունենա եւ մենք արտադրություն կունենանք։ Մայլերի դեպքում ինքը ներդրումները $80 միլիոն պետք է անվեր, 73 արդեն արել են, այս տարվա մեջ մենք կարծում ենք, որ 80-ը կանցնի, իսկ առհասարակ իրենք պլաններ ունեն, որը ենթադրում է, որ իրենք շատ ավելի մեծ ներդրումներ են անելու, քան 80-ը, եւ այն պրոյեկտներ, որ այսօր իրենք արդեն բանակցում են միջազգային հյուրանոցային մի քանի բրենդների հետ, մենակ այդ ներդրումները, որ դրանց մի մասը անգամ հաջողության հասնի, այս թիվը էականորեն կավելանա։ Ուրախալին նա է, որ եթե անցած տարի հաշվետվության ժամանակ նշեցի, որ օրինակ RID-ը կամ համաշխարհային առևտրի կենտրոնը դեռ ներդրումներ չեն արել, այս տարի արդեն իրանք սկսել են 25-ին եւ 250 միլիոն նախանշվածից 15 միլիոնը WTC-ն համաշխարհային առևտրի կենտրոնը արել է, դա բարձրահարկ է ուրեմն երկնաքեր Երևանում, որը համաշխարհային բրենդ է, այսինքն իր մեջ ամեն ինչ ունի, հյուրանոցային համարներ, մեծ զալեր, ուրեմն տարբեր միջոցառումների իրականացման համար, օֆիս գրասենյակային տարածքներ, առանձին բնակարաններ եւ այլն, այսինքն ինքը մեծ համալիր է, 15 միլիոն արդեն արել են եւ RID-ը այստեղ ունենք որոշակի դժգոհություն
տեմպերի հետ կապված, բայց ուրախալին այն է, որ առաջին 6 միլիոն ներդրումը արդեն արված է եւ կարծես թե գործընթացը առաջ է գնում, իսկ Mazda-ի հետ կապված մենք արդեն ժամանակացույց ենք հրապարակել, այդ ժամանակացույցով գնում ենք, այնտեղ մի երկու ֆինանսական հարցեր են լրացուցիչ առաջացել, որոնք բանակցությունների մեջ ենք եւ համաձայնեցման հուսով եմ արագ կհասնենք եւ շինարարությունը այստեղ նույնպես կսկսվի։ Ուզում եմ ասել, որ բոլոր ներդրումային ծրագրերը, որոնք որ էկոնոմիկայի նախարարության կողմից են անմիջականորեն ուղեկցվում, դրանք նորմալ տրամաբանությամբ առաջ են գնում։ Մի Եվրոպական միության մասին ես նշեցի, որ արտահանումը Եվրոպական միություն ավելացել է։ Մենք մի ծրագիր ունենք Եվրոպական միություն եւ մի երկու երկիր էլ կա Նորվեգիա, որոնք ԵՄ անդամ չեն։ ԵՄ Կանադա, երբ որ արտահանումը իրականացվում, կառավարությունը մաքսատուրքի փոխհատուցում է տալ։ Այսինքն, օրինակ, պատրաստի արտադրանքը ենթադրենք տեքստիլ արտադրանք, հա, կոստյումներ, պայմանական կամ բաճկոն, արտահանեցին մեր արտադրողները, այնտեղ իրանք վճարում են մաքսատուրք, հետո բերում են այդ վճարած մաքսատուրքի փաստաթղթերը, մենք իրենց այդ ամբողջ գումարը հետ ենք վերադարձնում եւ այս ծրագիրը երբ որ մենք առաջ բերեցինք, թիրախ էր կառավարության կողմից դրված, որ Եվրոպական միության արտահանումը ուրեմն պետքա ավելանա, ուրեմն գոնե 15%-ով, մենք տեսնում ենք, որ ավելացրել ենք 16%-ով եւ այն ուղղություններով, որոնք օրինակ պահածոյի դեպքում 40%-ով ենք ավելացրել մաքսատուրքը սուբսիդավորելու միջոցով, ալյումինի դեպքում 31%, ալյումինի փայլատի տեղ, ուրեմն ֆոլգայի, հա, 31%-ով, հագուստ կոշկեղենը 15%-ով, այսինքն այս ծրագիրը շատ կոնկրետ արդյունքներ է տվել եւ մեր արտադրողները լավ արձագանքել են մեր ծրագրին։ Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվն, հա, այս նայեք ինչ հետաքրքիր է, համ եւ արտադրողականությունն է աճում, որովհետեւ հիմա կարող հարց լինել, այդ որ արտադրողականությունը աճեցնում եք, արդյունաբերությունը աճում է, բայց կարող աշխատատեղերը կրճատվի, բայց եթե նկատում եք աշխատատեղերի թիվն էլ է ավելանում, օրինակ 82000 ուրեմն 82684 հոգի անցած տարի է աշխատել, այս տարի արդեն 87539, այսինքն մոտ 5000 հոգի արդյունաբերության մեջ ավել աշխատող ենք մենք ունեցել, այն պարագայում, երբ որ մեր արտադրողականությունը ավելացել է, այսինքն ինքը բերել է նոր սարքավորում, նոր սարքավորման ժամանակ, այն ժամանակ այդ գործը արել են 3 հոգի, հիմա 1 հոգի է կարողանում այդ գործը անել, բայց ինքը այլ արտադրական ծավալների մեծացման, նոր շուկաներ մտնելու հետևանքով նաև նոր աշխատատեղեր է շարունակաբար ձեռք բերում, եւ այստեղ իհարկե նաև մեր նոր աշխատողների ներգրավման թիրախային ուրեմն ցուցանիշ ունենք, ասում ենք, եթե դու արդյունաբերության մեջ ոլորտ ես ներգրավում նոր աշխատողի, ով փորձ չունի, 1 տարի շարունակ իր եկամտային հարկը պետությունը վճարում է ուրեմն քո տեղը եւ այս պայդրությամբ 51 ընկերություն օգտվել է այս ծրագրից արդյունաբերության մեջ ներգրաված 51 ընկերություն ուրեմն օգտվել է։ Այս մեր դեղագործության ցուցանիշներն են, ես մի քանի թիվ ասեմ ինտենսիվ գյուղատնտեսությունից։ Ուրեմն գյուղատնտեսության մեջ, ինտենսիվ գյուղատնտեսության մեջ բոլոր ցուցանիշները առանց բացառության, բոլոր ցուցանիշները, որոնք որ 21-26 թվականների կառավարության ծրագրով սահմանված է եղել, 25-ի արդյունքում կատարված է բոլոր ցուցանիշները, որոշները կրկնակի, եռակի եւ ավել։ Բերեմ մի քանի օրինակ։ Օրինակ, յուրաքանչյուր տարի 1000 հեկտար ինտենսիվ այգու հիմնում, 4.5 տարում 4516 հեկտար։ Ցուցանիշը դրված է, կատարված է։ Այս տարվա առաջի կիսամյակի արդյունքներով կլինի բարձր գերակատարում։ Ոռոգման արդիական տեխնոլոգիաներով ոռոգելի հողատարածքները պետք է ավելանային 21-26 թվականներին 3000 հեկտարով։ 25 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 7000 հեկտարով ավելացել է։ Այսինքն, այս պահի դրությամբ արդեն ավելի քան գրեթե 2.5 անգամ, ավելի 2.2 անգամ պլանը կատարված է։ Ջերմատնային տնտեսություններ, տարին մինչև 10 հեկտար, ուրեմն արդեն իսկ հիմնվել, այսինքն պետք է հիմնվել 45 հեկտար ենթադրվում է 4.5 տարում, մոտ 80 հեկտար հիմնվել է, այս տարի
մի քանի տասնյակ հեկտար էլ կմտնի շրջանառության մեջ։ Ուրեմն տարեկան շուրջ 500 միավոր գյուղտեխնիկայի ձեռքբերում։ Այսինքն դա կստա պետք է ստացվեր, որ 5 տարում 2500, մոտավորապես 2200 գյուղտեխնիկա պետքա 2250 գյուղտեխնիկա պետքա 4.5 տարում լիներ, արդեն 3969, այսինքն այս ցուցանիշը եւս կրկնապատիկ ավել կառավարության դրած թիրախից։ Տարեկան շուրջ 250 միավոր ագրոմշակման սարքավորում, այսինքն 5 տարում պետքա լիներ 1250 կամ 4.5 տարում 1100-ից մի փոքր ավել։ 4.5 տարում 2832, այսինքն այս ցուցանիշը 3 անգամ ավել կառավարության դրած թիրախից իրականացվի։ Տարեկան ուրեմն 10-ից 15%-ով տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավել, էլի, այսպես, եւ այսպես շարունակ, ուրեմն թվայնացման եւ այլ ցուցանիշներով։ Եթե նայում եք, արդյոք այստեղ կառավարությունը դերակատարում ունի թե չէ, ակնհայտ ունի, նայեք գյուղատնտեսության ոլորտում կառավարության ներդրումները շարունակաբար ավելանում են։ Թե 21 թվականին օրինակ 25 միլիարդ էր, հիմա 42 միլիարդ է, ընդ որում Էլ ավելի վատ պատկեր է, եթե գնանք 18 թիվ, 17 թիվ, այսինքն եթե հիմա օրինակ կրկնապատկվել է 21-ի նկատմամբ, այդ թվերի նկատմամբ ասենք եռապատկվել, քառապատկվել եւ այսպես շարունակ։ Մեկ օրինակ կարող եմ բերել 17 թվականին օրինակ էկոնոմիկայի նախարարության փաստացի կատարողականը եղել է 11.9 միլիարդ դրամ, այսինքն բյուջեն եղել է 11.9 միլիարդ դրամ, այս տարի մեր եւ 95% կատարողական, այս տարի մեր կատարողականը 76.8 միլիարդ դրամ է կամ 97.2, ընդ որում սա մեր այդ բան ոչ թե այսպես ասած այն սկզբի նկատմամբ էլի նկատի ունեմ ոչ թե փոփոխությունները արված, երբ որ ի վերջո կարող ենք 100-ել այդ դեպքում դարձնել։ Չէ, ասում ենք, այս սկզբից ասել ենք այդքան, դրա նկատմամբ 97 եւ ավել տոկոսա մեր կատարողականը, այսինքն մենք ոչ թե ճշգրտումների նկատմամբ ենք, իմ համար օրինակ ոչ թե ճշգրտվածն է ցուցանիշ, այլ էս ենք պլանավորել անենք այդ պլանավորվածի նկատմամբ, ոչ թե 100 մետր ենք պլանավորել անենք ինչ-որ մի բան, որ ուրեմն 100-ի նկատմամբ արել ենք այդ 100-ը։ Եթե արել ենք 97, ուրեմն ոչ թե օրինակ վերջում գրենք 96 արվեր ու մի հատ էլ ասենք 101% արեցինք կամ 102։ Եվ նայեք գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը։ Եթե 21 թվին 257 միլիարդ է 258 միլիարդ, արդեն 380 միլիարդ է։ 1 միլիարդ դոլարից ավել վարկ կա տրամադրված գյուղատնտեսության ոլորտում։ Այդ նշանակում է, որ գյուղատնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսություն է, շահութաբեր է, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվում են բիզնեսմենները, գործարարները։ $1 միլիարդ վարկ են վեկալել դրել գյուղատնտեսության մեջ։ Այդ նշանակում է ինքը բարձր, ինքը նշանակում է ինտենսիվ գյուղատնտեսությունը, խելացի գյուղատնտեսությունը, ինքը եկամտաբեր գործ է, որ մարդիկ, գործարարներ, բիզնեսմենները $1 միլիարդ գումար են վարկ են վերցրել եւ դրել են դրա մեջ ու տեսնում եք այդ ծավալները անընդհատ ավելանում են։ Իսկ այստեղ այդ վարկերը իրանք անուղղակի նաեւ ներդրումների շատ ուրեմն խոսում ցուցանիշ են։ Գյուղտեխնիկայի լիզինգը էլի ասացի, որ ուրեմն 500 մեկ տարում տյանայինք 500-ը մեկ տարում այլ ենք 1219, այսինքն մեկ տարում ավելի, այսինքն 2.5 անգամ ավելի շատ է գյուղտեխնիկայի լիզինգի պլանը կատարվել։ Ուրեմն ագրոպարենային ոլորտի սարքավորումներ 250 տրամադրել ենք, կառավարությունը ասել է, եթե 250 տարեկան անենք, դա լավ ցուցանիշ է։ Մենք 420, այսինքն այդքան ենք մենք մեր ծրագրով ազգային ժողովում հաստատել, այդքան ա եղել նախընտրական խոստումը, մեկ տարում 422։ Այսինքն գրեթե մոտ 70%-ով ավել նախանշված դրված թվից։ Ուրեմն խաղողի մթերման ծավալները անցած տարի 164200 տոննա խաղող է մթերվել, որևէ բողոք չի եղել, այս տարի մթերվել է 200,000 եւ էլի բողոք չի եղել։ Նույնիսկ շատ մեծ ցանկության եւ հրահրումների արդյունքում բողոք չի եղել, որովհետեւ բոլոր 200,000 տոննան մինչեւ վերջ մթերվել է, ավելին ասեմ, վերջում որոշ մեր հայրենակիցներ զանգել են, ինձ ասել են, մեկ օրինակ զիլ մեքենա այգու տակից հատիկներ ենք հավաքել։ Դա կարող ենք մթերել, զանգել են գործարաններին, դա էլ ենք մթերել։ Այսինքն Հայաստանում չի եղել մի հատիկ խաղող,
որը չի մթերվել եւ աճը 21.8%, այսինքն այս տարի 21.8% ավելի շատ խաղող ենք մթերել, քան անցած տարի, այս տարի գինը եղել է ավելի բարձր, քան անցած տարի եւ 24 թվականի խաղողի մթերման կապված խնդիր չի եղել, 25-ին էլ չի եղել, 26-ին էլ չի լինելու։ Ուրեմն կոնյակի սպիրտի արտահանման ծավալները աճել են 13.7%-ով։ 10.9 միլիոն լիտրից 12.4 միլիոն լիտր հասնելու, սա է պատճառը, որ նա կարողացել ենք մթերում անել։ Ինտենսիվ այգիները 1000 հեկտար պետք է մեկ տարում կառուցվեր, 1365 հեկտար։ Ընդ որում, ասեմ ձեզ, այս 1365-ը իմ բծախնդրության հետևանքով ա եղել, որովհետև ես գնացել եմ, օրինակ, ընդհանրենք 2000 հեկտար ասել եմ պատրաստ է, մոնիտորինգը գնացել է մի 500 հեկտար չի հաստատել, հետո ես եմ գնացել մանեկել մի 100-150 հեկտար էլ ես չեմ հաստատել։ Այսինքն այն որ այստեղ մի ծառ չորացած է, ասել եմ գնաք այս ծառը նորից կվերատնկեք, կկպնի, նոր կգաք ձեր գումարը կտանք, նոր կգաք կհաշվառենք։ Այստեղ քարը լավ չեք մաքրել, այս քարերը կմաքրեք, նոր կգաք ձեր գումարը կտանք։ Այսինքն չէ որ այգին չկա։ Ուղղակի ուզում ենք իդեալական կատարյալ այգիներ լինեն, նոր ուրեմն գումարը փոխհատուցումը տալիս ենք։ Էլի ուրեմն հիմնված ինտենսիվ հիմնված այգիները 1000 հեկտար եւ ավել միայն 24 եւ 25 թվականին է հիմնվել, իսկ 25-ը բնականաբար ամենաբարձր ցուցանիշն է այս առումով ուրեմն եղել։ Եւ որի արդյունքում բազմամյա տնկարկները 18 թվականի նկատմամբ 18.6%-ով աճել են։ Եթե 18 թվականի 35.3 հազար հեկտար էր բազմամյա տնկարկները, այսօր Հայաստանում արդեն մոտ 42,000 հեկտար բազմամյա տնկարկներ ուրեմն կան եւ սա էլ այդ մեր կառուցվածքն է։ Էլի ջերմատնային տնտեսություններն է, տեսնում եք լավագույն ցուցակ Նշանորից ուրեմն 25 թվականին է արձանագրվել, թիրախից 2.6 անգամ ավելի բարձր ցուցանիշը արձանագրվել։ Իրականացրել ենք նաև բուսաբուծության աջակցության ծրագիր, որը ինքը մասամբ ինտենսիվ ծրագիր է, այն իմաստով, որ մարդկանց, եթե իրենք ինտենսիվ ներողություն, բարձր որակի սելեկցիոն սերմերով ցանկ են իրականացրել, կառավարությունը 50%-ով ծախսերը սուբսիդավորել է իրենց եւ դա է պատճառը, որ մենք տեսնում ենք, որ 24 թվականի ուրեմն նաև այս ծրագրի ուրեմն հետևանքով ըստ էության 5000 հեկտարով ավելացել են մշակվող հողատարածքները բուսաբուծության ոլորտում, միայն այս ոլորտում մեկ տարվա ընթացքում ուրեմն իրենք ցանկատարությունները ըստ էության ավելացել են։ Հաջորդիվ գինու մասին մի փոքր գինու արտահանման գումարային աճը 13% է, այսինքն եթե համեմատենք 25 եւ 24-ը 13%-ով ավելի շատ գինի ենք ուրեմն արտահանել դոլարային արժեքով, դրամային արժեքով ես նկատի ունեմ, որովհետեւ նաեւ սա ինչու է կարեւոր, որովհետեւ մենք միջազգային շուկաներում որոշակի փոփոխություններ է տեղի ունենում գինու սպառումը ընդհանուր առմամբ անկում է ապրում, բայց մեր գինու արտահանումը շարունակաբար աճում է։ Սա շատ կարևոր է, որ գինու սպառումը աշխարհում որոշակի անկումային process-ների մեջ է, բայց մենք շարունակում ենք գինին ավելի շատ վաճառել, արտահանել։ Դրա փոխարեն գինու туриզմն է շարունակաբար աճում։ Դա է պատճառը, որ մենք արձագանքում ենք նաև համաշխարհային տենդենսին եւ տեսնում ենք, որ այսօր աշխարհում գինու туриզմը շարունակաբար աճում է եւ կառավարությունը մտադիր է մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդրում անել Եղեգիս եւ Արենի համայնքներում եւ մենք ստեղծելու ենք գինու եւ ագրոտուրիզմի կլաստեր Եղեգիսում եւ Արենիում եւ դա նա համար է որ մենք ոչ միայն գինի արտադրենք ու արտահանենք վաճառենք, այլ նաեւ զբոսաշրջիկը գա Հայաստան եւ մեկ բաժակ գինու համար վճարի օրինակ այնքան ինչքան մեկ շշի համար է նախատեսված, որովհետև գինու туриզմը հենց դրանով է հետաքրքիր եւ ինքը զարգացում է։ Այսինքն նույն զբոսաշրջիկը հիմա ավելի շատ հակված է
պայմանական $5 վճարել, ոչ թե խանութից առնել մեկ շիշ գինի, այլ ինքը հակված է այդ նույն $5 օրինակ վճարել եւ գինու туриզմի քարանձավում կամ համտեսսրահում մեկ բաժակ խմել։ Սա նաեւ այս տենդենսն է, այս հետազոտությունն ենք իրականացրել ու մեր գործողությունները նաեւ այս առումով համապատասխանեցնում ենք դրանց, թվայնացման մասով լիքը աշխատանք են կարել, ես հիմա շատ չեմ խոսի դրանց մասին, անասնաբուծության մեջ եթե նկատում եք, տեսեք, ուրեմն մսի արտադրությունը ավելացել է 7.3%-ով 25-ին 24-ի նկատմամբ, ուրեմն կովերի միջին կատնատվությունը 25 թվականին շատ ավելի բարձր է եղել, քան 24 թվականին, տեսնում եք, ուրեմն նորից տենդենսը շարունակաբար ավելանում է, եթե 2567 կիլոգրամ, այսպես է իրենց հաշվարկը, հա, կիլոգրամ էր, ուրեմն հիմա արդեն 2610-ի է դարձել, այսինքն այդ ինչի հաշվին է, երկու բան։ Նու հիմնական նրա հաշվին է, որ մեր աջակցության ծրագրերով մենք տոհմային կենդանիներին, օրինակ, ինչ ենք անում, ասում ենք, եթե դու գնում ես տոհմային անասուն ես ձեռք բերում, 30-ից 40% այդ փողի պետությունը քեզ քեշբեքով տալիս է։ Օրինակ 1 միլիոն դրամ է, հա, այնտեղ քանակ կա, այս քանակից ներքև 30, քանակից վերև 40։ Ասում ենք, որ այդ քանակից վերևի դեպքում օրինակ 400,000 դրամ պետությունը քեզ հետ է վճարում։ Այսա բերում է նրան, որ մեր գյուղատնտեսական ֆերմերները գնում են իրենց ենթադրենք ավանդական կովերը, հա, այս մեր կովկասյան գորշը օրինակ կարող են փոխարինել, չգիտեմ, Ֆլեգվիով կամ Հոլշտեյնով,